Տեսախցիկը գտնվում է ակնոցի առջևի մասում, մոտ 130 աստիճան տեսանելիություն, այնտեղ կարող է պլյուս մինուս լինի։ Միկրոտեսախցիկը տեղադրված է Freedom ազատություն կոչվող ակնոցի վրա, որը նախագծել են դպրոցականները ապահովելու տեսողության խանգարում ունեցողների ազատ տեղաշարժը։ Փողոցում քայլելիս սարքն արագ կգեներացնի խոչընդոտներն ու համապատասխան հրահանգներ կտա։ Ուղեկցողի ձեռնափայտի կամ ընտանի կենդանու կարիք չի լինի, ասում են։ Մեքենա կա աջ մասում, կանգնիր կամ ձախ մասից մարդ է գալիս, սպասիր, կանաչ լույս է կարող եք անցնել, կարմիր լույս է պետք է սպասել։ Նման արգելքների մասին է խոսքը, մեր նպատակն էր ստեղծել մի սարք, որը կօգնի կույր մարդկանց իրենց ամենօրյա տեղաշարժում ավելի ազատ ու անվտանգ զգալու համար։ Ակնոցի թևերի վրա տեղադրված են ականջակալներ, որոնցով լսելի են հրահանգները։ Աշակերտները երկար են աշխատել սարքը կատարելագործելու ուղղությամբ, քանի որ սխալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Մեխանիզմն աշխատում է առանց ինտերնետի, ծրագրավորված է կոդով, սակայն դպրոցականները հետագայում նախատեսում են արհեստական բանականության միջոցով ավելի արագ նույնականացնել խոչընդոտները։ Ինչու համար ենք ուզում ներգրավել արհեստական բանականություն, տեսեք, հիմա ինքը առանց ինտերնետ ճանաչում է բոլոր խոչընդոտները։ Արհեստական բանականությունը մեզ պետք է նրա համար, որ ինքը արդեն նաև ստանդարտ բաներից հրամաններ կատարի, օրինակ կույր մարդը հարցնի, թե ինչ որ X առարկան նա տեսնում է, թե ոչ, եւ արհեստական բանականությունը տարածքը վերլուծելով կասի այն տեսնում է, թե ոչ։ Ակնոցն ունի նաև կոճակներ, եթե այն կրողը հայտնվի դժվար իրավիճակում, մեկ հպումով կարող է օգնության կանչել վստահված անձին։ Սարքը հենց այդ պահին կուղարկի արտակարգ իրավիճակում գտնվողի կոորդինատներն ու կնկարի շրջակա միջավայրը։ Բարձր ազդանշանը տալու սոս ազդանշանը սխմելուց հետո արտաքին աշխարհի եւ իրենց ներաշխարհի միջև մի հատ մեծ պատնեշ կա։ Փորձեցինք այդ պատնեշը քանդել, այսինքն որպեսզի որևէ մեկին չխնդրեն, վայ խնդրում եմ ինձ օգնեք անցնեմ, վայ չգիտեմ ինչ, ինչպես նաեւ արտակի հետ եւս մեկ մասնակից ունենք, փորձել ենք արհեստական բանականություն ներգրավել, որպեսզի անընդհատ նա կապի մեջ լինի իր հարազատների կամ իրեն հետաքրքրող հարցերը կարողանա այդ արհեստական բանականությանը տալ եւ ստանա իրենց սպառիչ պատասխանները։ Դպրոցականները նախատեսում են եւս 2 տեսախցիկ տեղադրել շրջանակի վրա, որը հնարավորություն կտա տեսանելիությունն ապահովել ոչ թե 130, այլ 360 աստիճանով։ Իրենց գերմանաբնակ ընկերոջ հետ էլ հեռախոսի համար հավելված են մշակում, որը կլինի ամսավճարով։ Իսկ ինչու համար է հավելված լինելու ամսավճարով, քանի որ մենք ուզում ենք նաեւ ինտեգրել երթուղի, դա էլ է արհեստական բանականություն անելու, օրինակ եթե կույր մարդը ցանկանում է գնալ ինչ որ X տարածք, նա նշելու է վայրը, թե որտեղ է ուզում գնա եւ արհեստական բանականությունը երթուղին կազմելու է եւ այդ երթուղով ասի։ Ազատություն նախագիծը ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ավագ դպրոցի աշակերտները դեռևս կմշակեն կամ ամբողջացնեն։ Այս պահին փորձում են գտնել ֆինանսավորում, գիտական նախագիծը արտադրություն տանելու, ապա շուկա մտցնելու համար։ Վստահ են նորարար տեխնոլոգիաների կիրառումը կհեշտացնի տեսողության խնդիրներով անցած առօրյան։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։